Հայաստանում քաղաքացին ունի ընդամենը 8 անվճար շտապօգնության կանչի հնարավորություն։ Ներկա ապահովագրությունը սահմանել է, որ 9-րդ կանչը պետք է լինի արդեն վճարովի։ Բնականաբար, ապահովագրության ներկա հեղինակները պնդում են, որ 9-րդ վճարովի զանգը նրա համար է, որպեսզի չծանրաբեռնեն շտապօգնությունը եւ այդ ծառայությունները։ Նրանք պնդում են, որ հոգսը եւ այդ աշխատանքի ծանրությունը պետք է ընկած լինի պոլիկլինիկաների վրա։ Արդյոք գիշերվա 3-ին բուժառուն կարող է գտնել որևէ պոլիկլինիկա։ Խնդիրը համակարգային է։ Ակնհայտ է, որ լուծումներից մեկը դա 24/7 տարբերակով աշխատող պոլիկլինիկաների անհրաժեշտությունն է, որը հիմա չկա։ Ինչը նշանակում շտապօգնության կանչը վճարովի։ Մարդու կյանքը, հանրության, սոցիալական այդ բջիջի կյանքը այնքան կարևոր է եւ այնքան անգին է, որ շտապօգնության ենթադրենք 1-2 լիտր բենզինը բնավ դա չի ծածկելու։ Մենք իշխանության գալու պարագայում հունիսի 8-ից հետո անպայման այս 8 անվճար կանչերին ավելացնելու ենք հարյուրավոր կանչեր։ Մարդը, քաղաքացին պետք է միշտ ունենա վստահություն, որ պետությունը, պետական հիմնարկները, առողջապահական հիվանդանոցները եւ պոլիկլինիկաները ծառայելու են նրան, անվճար է լինելու շտապօգնության բոլոր կանչերը։ Լավ եղեք, առողջ եղեք։